սպասում եմ, որ լիցքավորում անի վարորդը ու արդեն էլի դուրս կանք դեպի տուն։ Եղանակը լավն է, առավոտը մռայլված էր, բայց անձրև չեկավ։ Ամենայն դեպս այստեղ այս եղանակն է, չգիտեմ, որ գնամ գյուղում ինչ եղանակ կլինի, պատահում է, որ գյուղում եղանակը տարբեր է լինում։ Այս փոքր հատվածով ձեզ միացա Ալավերդի քաղաքից, Սիրելիներ ջան։ Եվ քիչ անց արդեն ճանապարհ դուրս կգանք։ Շերիկով սիրելի հանդիպներ ջան, ժամը 8-ն անց է, ամպը գորած, գորգրած, ու են կողմերն արդեն սելավ է գալիս, ճոճկանը փագել է արդեն, ու այդ անձրևի շիթերը լավ երևում է, հույս ունեմ կարկուտ չի գալիս այնտեղ։ Շիթերը իմ ոնց հայրերում աստված ջան, ու սենց այս կողմերի վրա էլ շիթերը լավ երևում է։ Դա աստված շուտ դադարի ու կարկուտ չլինի, հալեցնի կարկուտը։ Լույս չունենք, ոչ մեր գյուղում լույս կա, հա, սիմը չկա, մի վախեցի։ Այսպես, սիրելիներ ջան, հա, Սիմուլիա ջան, մի վախի։ Քիչ առաջ գնամ, դիմում եմ կողքը ոնց է։ Ամենաշատը ճոճկան գյուղն է փակված, ու սենց այս տեսքն ունի։ Սիմա, այդ ուր գնացիր։ Սիմուչկա։ Հեյ, Սիմուլիա։ Արի, դուռը բաց եմ անում, գնա։ Էս ոնց տեսքա, արի։ Ասեմ, որ ոտքը լավացել է, սիրելիներ ջան։ Արի, Սիմա։ Սիմուչկա։ Հագնվեցիր։ Լավ, ես գնամ, ինքն էլ կգա։ Պատուհան փակել են, Սիման էլ տուն եկավ, ամպը գոռում է, լավ է բարակ անձրևը, հույս ունեմ կարկուտ չի գա։ Ծովինարներն են խողում անընդհատ։
կարմիր շերտ կա։ Այս թվում է մայրամուտի շողկերն են։ Այդ ամենը իրար ախորնվել։ Լրիվ փակապես է դաշտը։ Ինչի դաշից այնքան, որ շատ տեսարաններ է բացվում։ Այդ ոչ մի բան չի երևում։ Սիրուն է ես այստեղ։ Դեկտեմբերի կսեր ծաղկել։ Փակվել են։ Դե սրանք քնող տեսակն են, այս ժամերին քնում են։ Բեգոնյաներս են մեծանում։ Այստեղ գրացել է ծաղկե քնդակը։ Այս ափակն պատում համյա։ Այս մի սիրուն ես որ կրինես կոյն։ Աստված ջան, հալեցրու կարկուտը։ Որ անձրևը օղիղ է գալի ու թեքությունով չի խփում, չուզեցի պատահանը փակեմ, օդը այնքան մաքուր է, բայց ամեն դեպքում անհանգիստ եմ սիրել հայրենակներ ջան։ Մի կողմը շատ ավախացնող և անհանգստացնող։ Ծաղիկներս դեմ հարարեցի այստեղ, պատահանին։ Կմրանան բաղը։ Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, մածունն էլ ստեղ եմ թողել, գիշերը մնացել առանց սառնարան, մի րոպես էլ սառնարան տեղավորեմ, ստեղ սենյակը սառնա, կարծում եմ անեղատ չի լինի, մանավանդ որ այդքան անջերմիլ եկավ, Ստեղ պատուհաններ գիշերը կիսաբաց եմ թողնում, ստեղ հով սենյակա, գնաց։ Ստեղավոր է, կսարի համը տերա կգա։ Սիրելի հետևորդներ ջան, եկել եմ կոֆե եփելու, երեգետ սելավից հետո, Պարզեց եղանակը, այդքան էլ անհանգստացա, բայց փառք Աստծո, կարկուտ չեկավ, անձրևով պրծանք, անձրևն էլ դե լավ է, ուրախացնող անձրևը, բնության համար, մեր համար շատ օգտակար է, շատ շոքնել մի բան չի, այ հիմա այսօր առավոտ շուտ շոքը բռնել է, Այս շոքի ջռեկը որ կա է, որ անդադ ջռ-ջռ-ջռ-ջռում է, այդ արդեն դուրս է եկել առավոտ շուտ։ Հետո երեք որ գնացի Ալավերդի ու այսօր արդեն իմ վլոգում սկիզբը դա եմ տեղադրել, քանի որ այդ նույն օրվա մեջ է, չգիտեմ ինչի, բարևով չմիացած է, սիրել հետևորդներ ջան, լուր, սուս, փուս, այդպես ճանապարհին Գնացի եկա հիվանդանոցից նկարահանումներ չկարողացա անել, դե այդ պահը համ ես էի խառնված, համ էլ դե հիվանդանոց այլի մարդիկ գնում գալիս են, այդ մասին շուտով կխոսեմ, մի հատ կոֆեն դնենք, ես հիմա դուք ձերը, սիրել հետևորդներ ջան, սենց դենոր ոնց եմ կարում անեմ լավ, բժիշկն ասեց, որ ձեռքս աշխատացնեմ, բայց զգուշ լինեմ, ամեն դեպքում օգնեց, հենց հենց էլ իմ գործերն արել են, ինչ-որ ասենք շատ խիստանրաժեշտ է եղել, Այ դեպ ասեմ, որ այսօր հայտարարություն ա տված, որ գազերը պիտի անջատեն, մինչև վաղը երեկոյան ժամը գազ չի լինելու, մի հատ արագացնեմ, քանի կա, ես կոֆեն եփեմ, ձախ ձեռքով, ծաղլիկներին լավ ենք հասկանում նման դեպքերում, չէ, չնայած ծաղլիկները
Ինչպես որ մենք ենք աչով հեշտ լինում, նենց էլ իրանք ձախով են հեշտ լինում, բայց այ նման դեպքերը մեր ձախ ձեռքը մեզ օգնության է հասնում։ Փառք Աստծո, լավ եմ, բոլորիդ շատ շնորհակալ եմ, որ այդքան ջերմ տողեր եք ուղարկել ինձ, նաև ցավակցել էիք հարևանուհուս մահվան առիթով, սիրելի ջան, բոլորիդ անչափ շնորհակալ եմ ձեր բարձր ուշադրության և բարձր հոգատարության համար դեպի ինձ։ Այսպես, ես մի տոպրակներ սնեմ, իսկում դնեմ։ Հիմա չգիտեմ, ես պարապ մնացողը չեմ, լատենամ այսօր ինչ եմ անում, ինչ չեմ անում։ Նախքան կոֆե եփելը, որ մի փոքր էլ ուշ եմ վեր կացել, առաջին հերթին վազեցի հավերիս մոտ, ամեն ինչը ձախ ձեռքով, ցորենը լցրի, ոչքից տարատվեցի, ջուրը տվեցի, դեռ կանաչ խոտ չեմ տվել, որը պարտադիր պետք է ամեն օր տամ, ամեն օր, մանավանդ որ այդքան կա իմ բախչում, անձրևները որ այսքան շատ կան, շատ է, խոտը ամեն տեսակի կա։ Առանց ուղեգիր գնացի, խուսափելով տարբեր տեսակի խնդիրներից, այնտեղ էլ իհարկե գլխավոր պահը չեմ ասել, պետք չէր, բայց հիմա սենց ասում եմ բարձրաձայն, այդ բժիշկները չեն լսելու, չեմ կարծում, համել եթե լսեն էլ միևնույնն է, ես բողոք չունեմ, թենց եմ ուզել, թենց եմ ասել, թենց է պետք եղել, թենց եմ ասել, ես տմարդ չեմ էլի, ես հո թշնամի չեմ, ես հո վատ մարդ չեմ, որ վատություն անեմ, պատահարա եղելա, իդեպ պատահար ասեմ ու թողնեմ, սիրելի հետևորդներ ջան, հիշում եք, որ մեկ շաբաթ ավել կլինի, որ իմ բլոգի մեջ ասեցի երազ եմ տեսել ու այս դեպքը այդ երազի հետևանքներ, որ ինձ այդ երազի մեջ մի մարդ ինձ զգուշացնում էր, ես այդտեղ էի կանգնած լինում ու ինձ մի մարդ ասում էր, որ մի կողմ գնա, կանգնիր, բայց մի վախեցի, զգուշ եղի, ամեն ինչ լավ է լինելու։ Պատկերացնում եք, հենց այդ բառերով, սիրելի հետևորդներ ջան, հիշում եք, որ ես նույնիսկ ծիծաղելով էի պատմում, քանի որ իմ երազը շաբաթ օրն էի տեսել, ուրբաթ երեկո դեպի շաբաթ, արդեն ժամերը հստակ չեմ կարող ասել, թե շաբաթվա որ ժամին տեսա գիշերը, ու իմ շաբաթ օրվա տեսած երազները ճշտությամբ կատարվում են, մինչև հաջորդ շաբաթ բառիս բուն իմաստով անդադար աղոթք եմ արել Աստծուն, որ այդ երազս բառին կատարվի, ու գրեթե ես միշտ իմ երազները վերծանում եմ, այն ժամանակ էլ ասեցի, հետո որ այդ շաբաթն անցկացավ, վրայով մի շաբաթ անցկացավ, ես ինձ հանգիստ զգացի, սկսեցի աղոթքներ չանել, միշտ իմ միտքներ ունեմ էլի, ոնց որ այդ մարդու ձայնը իմ ականջին լիներ, որ ես զգուշ լինեմ, մի կողմ քաշվեմ ու ասում էր մի շաբաթից ամեն ինչ լավ է լինելու, զգուշ մնա եւ այլն, Ինչևէ, սիրելի հետևորդներ ջան, թող բոլորիս երազները, որ զգուշացնող են, թե ինչ են, բարին կատարվի, վերջը բարին լինի, լավ պրծնենք, փորձանք բոլորից անխուսափելի է։ Ես էլ որ ասում եմ մի շաբաթ անընդհատ ես աղոթք էի անում Աստծուն, միշտ իմ մտքում, երբեմն էլ շշուկով, բարձրաձայն, հատկապես որ առավոտները վեր էի կենում ու դրանով ինձ հանգիստ էի զգում։ Մի պահ եկել է նույնիսկ, որ մոռացել էի դրա մասին, հետո որ այս բանն եղավ, այդ ժամանակ էլ էի մոռացել, պատկերացնում եք, երեք իրիկունա միտքս եկել իմ տեսած երազը։ Հիմա ուզում եմ ասել, թե բժիշկը ինչ ասեց եւ ինչ եղավ։
իհարկե առաջին հերթին ընդունարան եւ այլն, ասեցի, որ առանց ուղեգիր եմ եկել, առանց ուղեգրի գնացի, քանի որ ձրի բան իրա թակարդում ա լինում, սենց համեմատեմ ես, ուզեցի ես ինքս էլ վստահ լինել, որ ամեն բան ճիշտ կատարվի եւ մյուս անգամվա նման կասկածների մեջ չընկնեմ, որ իմ բալկոնում վայր է ընկել ու հագուստի վրայից ռենտգեն կատարվեց, այս վիրակապը հանեցին եւ միայն տամպոն դրած տեղը թողեցին, ասեցին դա արդեն չի խանգարի, թողեք մնա, գնալուց առաջ իհարկե ես լավ լվացել էի ձեռքս զգուշորեն, որ այդ յախուդրածի հետքերը չլինեն, որ ամեն բան հստակ նկարի ռենտգենապարատը, ես իմը արել եմ, ինչևէ, ինչքան որ կարողացել եմ, սիրել հետևորդներ ջան, հետո մաքուր ձեռքով էի գնացել, որ ես ինքս վստահ լինեմ իմ մեջ, որ ամեն բան ճիշտ կկատարվի, ինչևէ նախապես ասեմ, չձգձգեմ խոսքս, ասեմ, որ ոսկորը ճաքել է, մկանը տեղից մի քիչ ընկել, թեքնա ընկել, դրա համար էր այդքան շատ ցավերը, սիրել հետևորդներ ջան, բայց էլ ուզում եմ ասեմ փառք Աստծո, որ կոտրվածք չի եղել, հիմա այս ձեռքիս վրա ցույց տամ, դա այստեղ ոսկոր ա, գիտեք, այդ ոսկորն ա, իսկ թե ինչու այս մատերս մինչև արմունկից արվելատեղը ցավում, դա էլ արդեն պարզ ա, որ համ դամարն ա տեղից շարժվել, համ էլ դե արդեն ճաքնել ճաք։ Ինչևէ, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ ռենտգեն անելու ժամանակ չէի կարողանում ձեռքս ճիշտ պահել, քանի որ հատուկ դիրքա չէ պետք, որ ճիշտ պահենք մեր ձեռքը, որ ճիշտ նկարվի, այդ ապարատը ճիշտ նկարի, սխալմունք չլինի, շատ հոգատար վերաբերմունք, երկու տեղի ձեռքս նկարվեց, ինչ պետք էր արվեց, հետո արդեն կաբինետից կաբինետ, բժիշկների մոտ, խորհրդատվություն եւ այլն, հետո հիմնական բժիշկ, մասնագետի մոտ, հետո նշանակումներ արել, 3 տեսակի դեղովայքա նշանակել, ուրեմն անտիբիոտիկ, հակասնկային, ցավազրկող եւ քսելու կրեմ։ Եվ սիրելի հետևորդներ ջան, դե դրանք գիտեք, որ արդեն գումար է կազմում, չնայած ես ինչքան էլ խուսափում եմ այդ տեղերից, բայց անհրաժեշտ է եւ 10 օր պիտի ընդունեմ, բացի դեղորայքները նաեւ խորհուրդներ տվեց, թե ինչպես վարվեմ, նաեւ որ պիտի ձեռքս փորձեմ շարժել, բայց շատ կախած չթողնեմ, օրի մեծ մասը եթե մի 2 ժամ սենց պիտի պահեմ, չուզեցի այն կապեմ, որ վզից են կապում, մի հատ էլ վզի հատվածում նեղությունը զգամ, ավելի լավ է ես իմ ձևով իմ ձեռքը այսպես պահեմ, քանց թե մի հատ էլ վիրակապ պատրաստեմ, վզից կախեմ, չուզեցի դա, չեմ ուզում հիվանդի տեսք ընդունել, հիվանդի տպավորությունով շարժը ձև անել, էլի սենց, որ մի քիչ պահում եմ, երբեմն էլ պատահում ա, որ թևս իջացնում եմ, սիրել հետևորդներ ջան, կամ որ պարկում եմ հանգստանալու, թևս սենց մեկնում եմ իմ վրայով, ինչևէ, ես իմ հոգսը քաշում եմ, ինչքան որ կարողանում եմ, իմ գործերը, կարևոր գործերս անում եմ, ցախ ձեռքից աշխատացնում եմ, սիրելի հետևորդներ ջան, այս ամենը լավ կլինի, լավ ավարտ կունենա, գիտեք, որ թե կամքից եմ ուժեղ, թե բնավորությունով եմ ուժեղ եւ թե որպես մարդ, նաեւ վերաբերմունքով եմ այնպիսի մարդ, որ իմ դիմացինին չեմ ուզենա նեղացնել եւ թույլ չեմ տա, որ ինձ նեղացնեն, այդ ամենը հարթված է, սիրելի հետևորդներ ջան, մարդկային ձևով այդ ամեն ինչը հարթված է եւ փառք Աստծո, որ անընդհատ ասում ենք փառք Աստծո, այդ վերաբերյալ ուզում եմ մի բան էլ պատմել, հետո նոր կանցնեմ իմ կոֆեն վայելելու, ամեն ավելի լավ կսառի, ավելի սպորտսորենը տվել եմ հանգիստ եմ, հետո կմտածեմ կանաչ խոտի մասին, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն երկու ընկերներ են լինում, մեկը մեկին հարց ա տալի, թե բա ոնց ես անում, որ երեխեքդ քեզ այդքան սիրում են, ասում ա դե մի բան անում եմ, էլի ասում ա ինչ ես անում, ինչ գաղտնիք կա դրա մեջ, ուզում եմ ասես, ես էլ իմանամ, ընկերը ընկերոջը ասում ա, դե
վերաբերվում են այնպես, ինչպես Աստծուն են վերաբերվում, Աստծու պես սիրում են ինձ, Աստծու չափ սիրում են ինձ, դե իհարկե, որ ասում ենք Աստծու չափ, Աստծու պես, արդեն պատկերացնում ենք, որ գերագույն վերաբերմունքն է ստանում տվյալ ծնողը, լինի թե հայր, թե մայր, ընկերը զարմանում է, ասում է, բայց այդ գաղտնիքը ասա, էլի, դու ինչ ես անում, որ ես էլ անեմ, ես էլ եմ ուզում այդ սիրուն արժանանամ, ընկերն ասում է, առանձնապես ոչ մի բան չեմ անում, լավ, դե ասում է, ասա, դե բա ինչ են անում իրանք, ասում է, իմ ասածները չեն լսում, իմ խորհուրդները չեն լսում, բայց հենց տեղները նեղվում է, չորս կողմից պտտվում են և ինձ սկսում են սիրել, ահա, ամբողջ գաղտնիքը, դա էր սիրել հետևորդներ ջան, մենք էլ բոլորս էլ կարելի ասել այդպես ենք անում, նենք չի, որ ես բոլոր պատվիրանների մեջ եմ, ես էլ սխալներ ունեմ, անսխալական մարդ չկա, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի այդ պատմությունը ասեցի նրա համար, որ ոչ թե մեր տեղը նեղվի նոր Աստծուն հիշենք ու աղոթք անենք, այլ ամեն առավոտ, ոնց սիրում ենք ասել, ամեն Աստծո առավոտ վեր կենանք ու մեր առաջի բառերը, որ մեր բերանից պիտի դուրս գան, մի հատ աղոթք անենք, ամենազորեղ աղոթքը հայրմերի աղոթքն է, դա որ անենք արդեն մենք կարելի ասել ապահովագրված ենք ամբողջ օրվա համար, փորձենք բոլորս էլ ինձ էլ է վերաբերվում, փորձենք ամեն օր այդպես սկսել մեր օրը, սիրելի հետևորդներ ջան, եւ իհարկե կզգանք Աստծո սերը մեր հանդեպ, պատասխանը չի ուշանա։ Սիրելի հետևորդներ ջան, ահա այսպիսի բաներ, որ ես այս ամենի միջով անցնում եմ, գրել էիք, որ փորձանքը իմ հետևից ասում է, ինչ որտեղ այո այդպես է, եթե մարդը պարապ նստում է, միշտ ասվում է, դե ինչ պետք է լինի, նրա հետ պարապ տանը նստած է, բայց նույնիսկ պարապ մարդկանց հետ ադեպք էր լինում, բոլորիդ լավ հայտնի այն պատմությունը, որ մի մարդ պարապ մարդ է լինում, չի ուզում ոչ մի գործ անի, նստում, վերակենում, ուտում, խմում, պարկում է ու իր մահճակալի կողքի փակցված նկարը պատից ընկնում է և ուղիղ իր գլխին և մահացու հարված է լինում, ահա այդպիսի բաներ էլ է լինում, սիրելի հետևորդներ ջան, իսկ ինչ վերաբերվում այնց, որ փորձանքն իմ հետևից գալիս է, արդեն ինձ լավ եք ճանաչում, գիտեք թե ինչ գործերի մեջ եմ և այն մարդու հետ է շատ բաներ պատահում, որ շատ գործերի մեջ է լինում, այնպես որ եկեք շպտանք բոլորս էլ, սիրելի հետևորդներ ջան, մեր շպիտով հաղթահարենք ամեն ինչը, մեր կյանքում, որ կպատահի, շպտանք, հաղթահարենք, ուժեղ լինենք և առաջ շարժվենք։ Ես իմ կաֆեն վայրեմ իմ սիրելի վայրում, որից հետո տեսնեմ ինչպես օրս կշարունակեմ։ Ես իմ կոֆեն ավարտեցի, այդ ընթացքում իհարկե համացանցն էի թերթում, սիրելի հետևորդներ ջան, նախքան այդ, որ կասեմ, թե ինչեր եմ տեսնում համացանցում, մի հատ ցույց տամ էստեղ, թե ինչ ջուր եմ նաև խմում օրվա մեջ, լիմոնի ջուր, մեկ լիմոնը երկու մասի եմ բաժանում և ջուր եմ լցնում, տեղավորում սառնարանում և օրվա մեջ խմում, շատ հագեցնող է և նաև շատ օգտակար է, սա կտեղավորեմ սառնարան և նախքան այդ, որ կտեղավորեմ լիմոնի ջուրը սառնարանում, չեմ ուզում շատ գնալ ու գալ, ուզում եմ ասել նաև, որ բժիշկը շատ ողջունեց իմ կատարած այն բոլոր առաջի օգնությունը ինքս ինձ, որ արել եմ, սկզբում սառույց, հետո սառը ջրի տակ, հետո արաղի թռչոց, մեկը մեկի հարաբերությունով, իսկ որ ասեցի, որ յախոել եմ պատրաստել, յախոել եմ դրել, ինչպես որ առաջներում մեր տատիկներն էին անում նման դեպքերում, ժպտաց և նույնպես գովեստի խոսքեր ասեց կեցցե, շատ ճիշտ քայլեր ես կատարել, առաջի շտապ օգնությունը ինքդ քեզ արել ես, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, ոչ պետքի գա, բայց այո այդ բաները բոլորը ճիշտ էի կատարել, այդ 3-4 քայլերը, որ արել էի ինքս իմ համար, բոլորը ճիշտ էի կատարել, վերջացրած վիրակապով։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ ասել, թե այս ընթացքում, որ կում իմ կոֆեն խմում էի, համացանցում ինչ նյութ հանդիպեց ինձ, հենց որ բացեցի Facebook-յան էջը իմ,
քանի որ գիտեք, որ ունեմ Facebook-յան էջ եւ այդտեղ երբեմն նաեւ հետարքիր նյութեր է հանդիպում, ուրեմն քանի որ ես հիմա հիշեցրի ձեզ իմ տեսած երազի մասին, նաեւ դա էր հետարքիր, որ հենց բացեցի այդպիսի նյութ բերեց ինձ, շատերիդ հայտնի կլինի, որ մեր սմարթֆոնները, մեր ուղեղը ճանաչում են, հասկանում են մեր ուղեղը, ինչ որտեղ երևի կարդում են մեր մտքերը եւ այդպիսի նյութեր է մեր համար գալի, օրինակ եթե մենք ուզում ենք նիհարենք, մեր սմարթֆոններում նիհարելու տեսանյութեր է գալի, այն ինչ որ մեր ուղեղում պտտվում է, մեր առաջ մեր սմարթֆոնները այդ նյութերն են մեզ բերում եւ հիմա չգիտեմ զուգադիպություն ասեմ, թե ինչ ասեմ, բայց հենց որ բացեցի իմ Facebook-յան էջը, այդ նյութը վերեց, որտեղ մի երիտասարդ պատմում էր իր երազի մասին եւ որ Ռուսաստաններից, հեռուներից եկել էր իր երազի հետքերով եւ մի սուրբ իրեն երազով կանչել էր մի անծանոթ գյուղ, մի անծանոթ վայր, տեղը նկարագրում էր եւ այլն եւ եկել էր այդ վայրը բացահայտելու Ես էլ այդ նյութի տակ, հիշելով տարիներ առաջվա տեսած իմ երազը, որ ինձ նույնպես երազով կանչում էին սրբի դուռ, դա մոտ մի 15 տարի եւ ավելի մոտ 20 տարվա առաջվա տեսած իմ երազի մասին էր խոսքը, որ անմիջապես ես վեր հիշեցի եւ գրառում թողեցի, ուզում եմ իմ գրած գրառումը ձեզ ներկայացնել, դուք էլ կարդաք, երկու հատ եմ տեղադրել, որպեսզի կարողանաք կարդալ, իսկ եթե չկարողանաք, կարող եք ստոպ տալ էկրանը, խոշորացնել եւ կարդալ իմ գրած գրառումը, թե ինչ եմ գրել, որի տակ շատ լայքեր եմ ստացել եւ դեռ կստանամ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, երազներից որ խոսում ենք, շատ մարդ երազ չի տեսնում, շատ մարդ էլ որ տեսնում է կամ չի հիշում, կամ եսին ոնց է լինում, բայց շատ մարդիկ շատ խորհրդավոր երազներ են տեսնում, ինչպես որ ես եւ տարիներ առաջ որ երազ էի տեսել, որ Սուրբը կանչում էր ինձ իր դուռը եւ իմ ընտանիքի հետ ես գնացի այդ սրբավայրից շատ նկարներ ունեմ, ընտանիքով էինք գնացել, այն ժամանակ Նիվա Մագնիշի մեքենա էլ ուներ ամուսինս, դրանով էինք գնացել եւ երկար փնտրտունքներից հետո գտանք այդ վայրը, անտառների մեջ էր, մեծ խորը անտառների մեջ էր, շատ չարչարվեցինք, որ գտանք այդ վայրը եւ այն ինչ որ տեսա այնտեղ, տեսել էի իմ երազի մեջ եւ դրանից հետո դադարեցի այդ երազը տեսնել, այնտեղ մոմ վառեցի, ծունկի իջա, երեխաներս նույնպես մոմ վառեցին, թռվռացին, աղբյուրների ջուր խմեցինք եւ այդ օրը մեր հիշողության մեջ շատ վառ է մնացել ու քանի որ այն ժամանակ ես ունեի նաև լուսանկարչական ապարատ, լիքը նկարներ էի արել եւ լիքը ֆոտոնկարներ ունեմ ու պահում եմ առ այսօր մեր ընտանեկան մեծ ալբոմի մեջ։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս անգամվա իմ վլոգը այսպես ստացվեց, որ մեծամասամբ իմ խոհանոցի ձեր հետ զրուցեցի եւ գործեր չարեցի, շուտով կեսօր կլինի ու շատ շոկ է, շոկն ընկած է արդեն, մի քիչ կհանգստանամ, ինձ նաև հանգիստ է պետք ու քանի որ բժիշկը նաև խորհուրդ տվեց, որ 2 ժամը մեկ այս վիրակապը փոխեմ, որից հետո արդեն կարող եմ վիրակապը հանել, բայց զգույշ լինել եւ շատ նաեւ ինձ օգտակար խորհուրդներ տվեց, թե որ ժամին ինչ անեմ, ինչ մարզանք անեմ, ինչ մատների շարժումներ անեմ եւ քանի որ այդ յախուդրածը նույնպես իմ բժշկին դուր էր եկել, հավանել էր իմ կատարած այդ գործը, այս երեկո նույնպես կատարել էի եւ կապտուկները շատ ուժեղ ձևով հետ ավերցնում, կապտած տեղերը, այդ ջարդված տեղը, սալջարդը յախուն վերցնում է, անցակացնում, սիրելի հետևորդներ ջան, քանի որ շատ իմ հետևորդներ ինձ հեռուստացույցով են դիտում եւ գրառում թողնելու հնարավորություն չունեն, ուզում եմ ասել, թե իմ տեսած երազը ինձ ուր տարավ, որի մասին իմ կյանքում երբևիցե լսած չկայի եւ տեղը չգիտեի, որը գտնվում է
նոյեմբերյանից մի քիչ այն կողմ Տավուշի մարզում Դովեղ գյուղ կա եւ Դովեղում եկեղեցի կա խորը անտառների մեջ մի մեծ եկեղեցական համալիր, որը մեծ պատմություն ունի, սիրելի հետևորդներ ջան, եթե սկսեմ այդ եկեղեցու պատմությունը պատմել, շատ երկար կտևի, կարող եք Google-ին հարցում անել Դովեղի եկեղեցի եւ պատմությունը կարդալ, շատ տխուր եւ հետաքրքիր պատմություններ ունի եւ շատ մեծ եկեղեցի է, գմբեթավոր։ Սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է, ես հայ եմ, Հայաստանում եմ ապրում, բայց ինչպես ես, այնպես էլ ինձպես շատ շատերը մեր Հայաստանի գյուղ ու քաղաքները լսած չեն եւ տեսած չեն, ճիշտ է, դա մի քիչ ամոթալի է, բայց այդպես է, քանի որ մենք դպրոցում ավելի շատ սովորել ենք սովետական միության այլ վայրերի մասին, աշխարհագրության դասին սովորել ենք ավելի շատ այլ վայրերի մասին, քան թե մեր հայոց աշխարհի, մեր հայոց հողի մասին տեղեկություններ իմանալու, քանի որ այդ տարիներին շատ բան արգելված էր եւ ես էլ կարելի ասել դրա մի զոհն եմ, մի մասնիկն եմ այդ թեմայով եւ սիրելի հետևորդներ ջան, հիմա ասում եմ, որ ովքեր չգիտեն, թող իմանան, որ գնում ենք նոյեմբերյան, անցնում ենք եւ որոշ ճանապարհ անցնելուց հետո այդտեղ է գտնվում փոքրիկ Դովեղ գյուղը, ձորերի, սարերի լանջին փռված եւ հենց այդտեղ էլ խոր անտառի մեջ գտնվում է Դովեղի մեծ գմբեթավոր եկեղեցին։ Ինչ ասեմ, ես գնամ հանգստանամ, դուք էլ լավ եղեք, առողջ եղեք եւ ամենագլխավորը ուշադիր եղեք եւ չմոռանաք միշտ հայրմերի աղոթք ասել ամեն Աստծո առավոտ։ Մոռանալու դեպքում կարող եք թղթի վրա գրի առնել եւ ձեր սմարթֆոնների մոտ պահել ձեր անկողնու կողքին մի ապահով տեղ եւ վեր կենալուն պես կարդալ հայրմերի աղոթքը։ Բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Ջուրն էլ տեղավոր եմ Սառնարանում։